Մատոռա։ Չէ։ Իսկ հիմա մատոռա։ Մատոռա։ Փետրվարը խոստանում է լինել հուզումնառատ։ Տարբեր ֆիլմերի պրեմիերաներ, թատրոններում անշլագային ներկայացումներ, համերգներ եւ իհարկե գրքեր, որոնք կարող են չթողնել, որ դուք մի քանի գիշեր քնեք։ Այսօր ես ձեզ կպատմեմ հայկական ֆուտբոլի ոսկե դարաշրջանի մասին, ինչպես նաև միասին կընկղմվենք հոնկոնգյան սիրո պատմության մեջ, կպարզենք, թե ով է օտարականը եւ կփորձենք հասկանալ հնարավոր է արդյոք ազատվել մանկական սխալներից, թե այդպես էլ հնարավոր չէ։ Ողջույն։ Մեծ պրեմիերա, մեծ էկրաններին։ Հայկ ջան, մի խանգարի, հաղորդում ենք նկարում։ Բայց այդ գոլը է։ Էս ինչ եղավ, մեր կիքոֆը ինչ է։ Մերիկով 0 կերում։ Հիմա այդ դու խփեցիր, թե քեզ խփեցին։ Այ հիմա իմ մոտ է։ Գնա։ Բացի դավայ։ Կպահի չտաս ուրիշին։ Պահի քո իգրոկին։ Այս մեկն էլ է, ահա։ Հայկ դավայ։ Հայկ։ Լավելի։ Ոսկե դուբլ։ Ահա այսպես է կոչվում գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը, որը նկարագրում է հայկական ֆուտբոլի ոսկե դարաշրջանը։ Պրեմիերան փետրվարի 5-ին։ Այս ֆիլմը ինձ ստիպեց գնալ YouTube եւ փնտրել վավերագրական կադրեր Արարատ ֆուտբոլային ակումբից։ Փաստորեն ակումբը խաղեր է ունեցել Լոնդոնում, Բեռլինում, նախկին ԽՍՀՄ երկրներում, եւ ես հասկացա, որ փաստորեն մենք էլ ենք ունեցել ֆուտբոլային պատմություն։ Եվ իհարկե սա հպարտանալու առիթ է տեսնել, որ փաստորեն մեր ֆուտբոլիստները եւ ֆուտբոլային ակումբը կարող էր լինել համերաշխ եւ միասնական։ Ես նույնիսկ մի պահ փշաքաղվեցի, երբ հասկացա, թե որքան ամուր կամք է դրսևորվել միասնական հաղթանակ ունենալու համար։ Այն էլ ոչ թե 1 հոգով կամ 2 հոգով, այլ մի ամբողջ թիմով։ Ես հիմա առաջարկում եմ ավելի մանրամասն պատմել ֆիլմի մասին, իսկ դուք էլ ուշադիր հետևեք։ Սպարտակի լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը ստանձնում է Երևանի Արարատի մարզչի պաշտոնը եւ իր առջեւ անհնարին թվացող խնդիր դնում՝ հասնել ոսկե դուբլի մրցանակին, ԽՍՀՄ չեմպիոնի կոչում եւ գավաթի հաղթանակ։ Սակայն թիմը չի ընդունում իր նոր մարզչին, իսկ գլխավոր մրցակիցը Կիևյան Դինամո թիմն էր, որ պատրաստ էր ամեն ինչի հանուն հաղթանակի։ Ոսկե դուբլը նվիրված է ԽՍՀՄ-ի եւ Մոսկվայի Սպարտակի լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին։ Պատմությունը իր մարզչական կարիերայի ամենակարևոր փուլերից մեկի մասին է, երբ նրա ղեկավարած Արարատ ֆուտբոլային ակումբը հասավ պատմական արդյունքի, նույն տարում նվաճելով ԽՍՀՄ առաջնությունը եւ ԽՍՀՄ գավաթը։ Այլ կերպ ասած, նրանք հասան ոսկե դուբլի։ Գլխավոր դերը կատարում է Եգոր Բերոևը։ Դերասանական կազմում են Սերգեյ Գազարովը, Սերգեյ Շակուրովը, Անահիտ Կիրակոսյանը, Բաբկեն Չոբանյանը եւ այլ հայտնի դերասաններ ՀՀ-ից եւ Ռուսաստանից։ Ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, ում հիշում ենք Կյանք ու կռիվ եւ Իշխանություն ֆիլմերից։ Պրոդյուսերն է Վալերի Սահարյանը։ Ֆիլմը տեսակով անխոս մասշտաբային է։ Նկարահանումները տեղի են ունեցել 170-ից ավել լոկացիաներում։ Նկարահանվել են 207 դերասան առաջնային պլանում եւ 500-ից ավելի դերասան տարբեր մասսայական տեսարաններում։ Ինչպես հասկացաք, այս սպորտային դրաման միայն սպորտային երկրպագուների համար չէ։ Հետաքրքիր ընտրված դերասանական կազմի շնորհիվ մեզանից յուրաքանչյուրը հայտնվելու է հերոսների հույզերի մեջ եւ դրանք իրական է տեսնելու։ Հատկապես որ այս բազմաթիվ պատմությունները, որոնք որ ֆիլմում պատմվում են, մենք բազմիցս լսել ենք մեր հայրիկներից կամ էլ պապիկներից։ Այո, սա պատմություն է հաղթանակի մասին։ Մեզանից շատերը բազմիցս բախվել են այն խնդրի հետ, երբ քեզ չեն ընդունում, երբ դու քո առաջնորդ լինելը պետք է ապացուցես ոչ թե խոսքով, այլ գործով։ Եթե նույնիսկ դուք սպորտի, մասնավորապես ֆուտբոլի սիրահար չեք, միևնույն է, ես խորհուրդ եմ տալիս դիտել ֆիլմը, որովհետև մի ամբողջ էպոխայի մասին պատկերացում կկազմեք եւ վստահ եմ, որ շատ հետաքրքիր էմոցիաներ կունենաք։ Հիշեցնեմ, որ Ոսկե դուբլ ֆիլմը կարող եք դիտել սկսած փետրվարի 5-ից Երևանի բոլոր կինոթատրոններում։ Մանրամասների համար անցեք հղումով։ Դու սիրահարված ես։ Ես քո աչքերից հասկանում եմ։ Եվ դու երազում ես Սուրբ Վալենտինի կամ Սուրբ Սարգսի տոնին քո սիրելիի հետ
նստել բազմոցին եւ ինչ որ մի քյութ ֆիլմ նայել սիրո մասին։ Բայց ես քեզ առաջարկում եմ սիրո այլ պատմություն։ Ես առաջարկելու եմ մի ֆիլմ, որը արևելյան կինոաշխարհում 2000-ականների սկզբին մեծ աղմուկ բարձրացրեց։ Սիրո տրամադրություն կամ սիրային տրամադրություն։ Անգլերեն տարբերակը In the Mood for Love։ Սիրո տրամադրություն ֆիլմի ռեժիսոր Վոնգ Կար-վայը կարողացել է մինիմալ երկխոսությունների միջոցով ցույց տալ մեծ սեր, ցույց տալ մեծ զսպվածություն, սոցիալական սահմաններ, ցույց տալ թե ինչպես կարող են երկու մարդ խենթանալ մեկը մյուսի համար, բայց այդպես էլ թույլ չտալ ոչ մի ավելորդ քայլ։ Հոնկոնգ 1960-ականներ։ Ֆիլմի սյուժեն պտտվում է երկու զույգերի միջև, ովքեր ճակատագրի բերումով դառնում են հարևաններ։ Զույգերից մեկի ամուսինը եւ մյուսի կինը աշխատանքի բերումով հաճախակի գտնվում են շրջագայությունների մեջ։ Եվ հետո պարզվում է, որ նրանք սիրեկաններ են։ Մանավանդ 2000-ականների համար սա շատ վիճահարույց թեմա է, որին ռեժիսորը եւ դերասանական կազմը հրավիրում են դիտել այլ տեսանկյունից։ Սեր, կարոտ, գաղտնիքներ, հույզեր, ֆիլմը միավորում է այս ամենը եւ ստիպում է քեզ երկար ժամանակ ապրել դրանցով, բաց չթողնել, ստիպում է քեզ ցանկանալ ու երազել հենց այդպիսի սիրո մասին։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ ռեժիսոր Վոնգ Կար-վայը նկարահանել է բազմաթիվ անկողնային տեսարաններ, բայց մոնտաժի փուլում այս տեսարանները դուրս են մնացել ֆիլմից։ Ասում են, որ սա հատուկ է արել Վոնգ Կար-վայը նրա համար, որ ֆիլմում կարողանա ստանալ հենց այդ սիրային տրամադրությունը եւ գիրքը առանց հպումների։ Ֆիլմում երաժշտական ուղեկցումը մինիմալ է, սակայն այդքանն էլ բավարար է ճիշտ չափաբաժնով էմոցիա ստանալու, կերպարներին ապրումակցելու եւ ամեն հուզական պահը փոխանցելու համար։ Առանձին ուշադրության է արժանանում օպերատորական աշխատանքը, որը ստիպում է ֆիլմը դիտողին իրեն մոտ զգալ հերոսներին։ Որոշ դեպքերում տպավորություն է, թե ինչ որ անկյունից հետևում ես իրադարձություններին սեփական աչքերով։ Իսկ ինչ եթե ասեմ, որ Կաննում պրեմիերայից հետո ֆիլմի դերասանները չեն ճանաչել իրենց ֆիլմը։ Նրանք նկարահանվել են բոլորովին այլ ֆիլմում եւ արդյունքում տեսել են բացարձակ եւ բոլորովին այլ ֆիլմ։ Բա կարողացա շարժել ձեր հետաքրքրությունը։ Դե ժամանակ չկորցնեք եւ եթե այսօր տանն եք, ձեր սիրելիի հետ վայելեք հենց այս ֆիլմը։ Ոնց եմ նախանձում քեզ, որ նորից նայում ես։ Ես երևի 20 անգամ նայել եմ այս ֆիլմը։ Ես ընդհանրապես համաշխարհային կինոյում այս ֆիլմը համարում եմ տենց առաջին տասնյակի մեջ, գիտես որերորդը։ Հենց առաջին 10-ը։ Չի ելնելով այդ բանը։ Այսի շատ նուրբ է, շատ խորն է։ Դե չեմ ասում օպերատորական աշխատանքը։ Իդեպ եթե դուք դեռ չեք հասցրել դիտել Վոն Կար-վայի սիրո տրամադրություն ֆիլմը, ինչպես Հայկը, խորհուրդ կտամ նկարագրությունների բաժնում գտնել հղումը։ Ինձ չմոռանաք։ Խոստովանեք, երբևէ եղել է, որ ֆիլմում տեսնեք հեռախոսահամար, ֆիքսեք այդ հեռախոսահամարը, որով ինչ որ մի հերոս զանգում է այլ հերոսի կամ գուցե զանգում է Աստծուն եւ փորձեք այդ հեռախոսահամարով ինքներդ զանգահարել։ Ջիմ Քերիի մարմնավորած թերևս ամենավառ կերպարներից մեկը, Բրյուս ամենակարող կատակերգության հերոսը, փորձում էր կապվել Աստծո Մորգան Ֆրիմանի հետ 776 23 հեռախոսահամարով։ Բուֆալոյում, որտեղ նկարահանվել է այս ֆիլմը, պրոդյուսերական ընկերությունը, ով արտադրում էր ֆիլմը, գնել էր այս հեռախոսահամարը հատուկ ֆիլմի համար։ Սակայն այլ քաղաքներում նման համարների սեփականատերերը օրական հարյուրավոր զանգեր էին ստանում ամենակարողի հետ խոսել ցանկացող հեռուստադիտողներից։ Պրոդյուսերները չէին մտածել այլ քաղաքներից զանգողների մասին։ Այս պատմության մեջ հեռախոսահամարի հասանելիությունը պատահականություն էր, իսկ ահա Դաֆեր եղբայրների մոտ կանխամտածված հնարք։ Վերջին շրջանում մեծ աղմուկ հանած տարօրինակ դեպքեր սերիալի 5-րդ սեզոնի առաջին սերիայում Հոքինսի դպրոցի պատերին կարելի է նկատել Ջեյն Հոփերի անհետացման մասին հայտարարությունը։ Պաստառի վրա նշված է Հոքինսի ոստիկանության բաժանմունքի հեռախոսահամարը 765 303 2020։ Եթե փորձեինք զանգել այդ համարով, կմիանար ինքնապատասխանիչը, եւ մենք կլսեինք հետեւյալ հաղորդագրությունը. 7.4 մագնիտուդով երկրաշարժի պատճառով քաղաքում կարանտին է հայտարարված։
իսկ Ջեյն Հոփերի որոնումը օպերատիվ խմբի առաջնահերթ խնդիրն է։ Հիմա անդրադառնանք Օսկարին, որին 1 տարի շարունակ բոլորը սպասել ենք։ Հունվարի 22-ին Լոս Անջելեսում պաշտոնապես հայտարարվեցին Օսկարի 98-րդ մրցանակաբաշխության առաջադրված անվանակարգերը եւ ֆիլմերը։ Այս տարի բացարձակ ռեկորդակիր է Ռայան Կուգլերի Մեղավորները, Sinners ֆիլմը, որն առաջադրվել է 16 անվանակարգում, գերազանցելով պատմական ռեկորդակիրներին՝ Տիտանիկին եւ La La Land-ին, որոնք առաջադրվել էին 14 անվանակարգերում։ Ֆիլմի 3 պրոդյուսերներից մեկը հայ է՝ Սև Օհանյանը, մյուսներն են Ռայան Կուգլերը եւ Զինզի Կուգլերը։ Տարբեր կինոքննադատների կանխատեսումներով ֆիլմն ունի գլխավոր մրցանակը ստանալու մեծ հավանականություն։ Եթե ֆիլմն արժանանա Օսկար մրցանակին, ապա Սև Օհանյանը կլինի առաջին հայ ազգի պրոդյուսերը, ով կստանա գլխավոր մրցանակը։ Մրցանակաբաշխության առաջադրվել է ընդհանուր 50 ֆիլմ, 35 լիամետրաժ գեղարվեստական, ներառյալ անիմացիոն, 15 կարճամետրաժ ֆիլմ, անիմացիոն, վավերագրական եւ խաղարկային։ Այս տարի 24 անվանակարգ կա, որից մեկը լավագույն քասթինգը այս տարի է ներկայացվել։ Իդեպ, Օսկարի 98-րդ մրցանակաբաշխությունը դիտելու ենք մարտի 15-ին։ Հիմա դուք տեսնում եք նոմինացված ռեժիսորների, դերասանների, դերասանուհիների եւ ֆիլմերի ցանկերը։ Աշխատեք մինչ մարտի 15-ը բաց չթողնել ոչ մի ֆիլմ։ TM Production-ը մեծ անակնկալ ու նվեր է անում մեզ։ Հայաստան է գալիս մեծ համերգով Օտարականը։ Օտարականը սկսել է ստեղծել դեռևս վաղ մանկությունից, Բեյրութում քաղաքացիական պատերազմի ժամանակ ապաստարաններում նվագելով եւ ստեղծագործելով, ինչպես նաեւ նա ստեղծագործում էր հենց ջութակահար հոր խորհրդով։ Արա Մալիքյան անունը բազմիցս թնդացել է Գերմանիայում, իսկ այժմ թնդում է Իսպանիայում եւ Հայաստանում։ 2022 թվականին իսպանական Պլանետա Կալեյա ճամփորդական շոուի շրջանակներում Արան եկել էր Հայաստան եւ Դիլիջանում հանդես էր գալիս որպես փողոցային երաժիշտ։ Շատերը անգամ գումար էին նվիրաբերում նրան, մի անգամից չճանաչելով համաշխարհային աստղին։ Արան մեծ եղեռնի գաղթականների սերնդից է, ում պապիկը հրաշքով փրկվել է, ձևացնելով թե երաժիշտ է, գրկում ամուր պահելով այն ջութակը, որը հիմա նվագում է մեծանուն երաժիշտը։ Այդ իսկ պատճառով նրա ելույթները նման չեն սովորական համերգների։ Դրանք ողողված են էմոցիաներով, պարով եւ հուզական էլեմենտներով։ Օտարական։ Այսպես է նա իրեն կոչում, քանի որ ինչպես ինքն է ասում, այդքան ճամփորդելով եւ մշտական բնակության վայր փոխելով նա միևնույն է իրեն զգում է որպես հյուր եւ միայն Հայաստանում է, որ գտնում է իր իրական ոգեշնչման աղբյուրը, իր պապերի հողը։ Արա Մալիքյանի համերգը տեղի կունենա փետրվարի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մանրամասները կարող եք գտնել նկարագրության բաժնում։ Կհանդիպենք համերգին։ Այս Большой театрի կարապի լիճն է, այս հին զապիսն է։ Մի հատ էլ նոր ձայնագրություն էլ կա, շատ լավն է, բայց այս հինն էլ է հետաքրքիր։ Ես օրինակ դու որպես օպերատոր, որ գնում ես ներկայացում ես նայում, քեզ չի նյարդայնացնում, որ 2 ժամ մենակ ընդհանուր պլան ես տեսնում։ Իրականում բան։ Նստած օպերատորը 2 ժամ օրինակ նայում է մենակ ընդհանուր պլան։ Ջղայնացնում է, չէ։ Չէ, առաջարկում մեկը գնաս ներկայացում նայես։ Իդեպ թատրոնի սիրահարների համար մի հրաշալի նորություն։ Հիմա ձեզ կներկայացնեմ մի բարձրակարգ եւ բարձրահարկ ներկայացում։ Մենք հոլդինգի այս ներկայացումը ամեն անգամ անշլագ է ապահովում։ Տոմսերը սպառվում են կարճ ժամանակահատվածում եւ մեծ արագությամբ։ Սերը վերջին հարկումը ներկայացում է կին տղամարդ, սեր եւ դավաճանություն հավերժական թեմաների մասին, հագեցած խճճված պատմություններով, բազմաթիվ ինտրիգներով ու գաղտնիքներով, անելանելի թվացող զվարճալի իրավիճակներով եւ հումորով։ Բեմադրությունը Կարո Բալյանի, դերերում Հայկ Հովհաննիսյան, Ռոզի Ավետիսովա, Արեն Սաֆարյան, Սոնա Մաթեոսյան, Վաչե Երիցյան։ Ներկայացման պրոդյուսերն է Սերգեյ Հայրապետյանը։ Սցենարը գրել է Նարեկ Ավագյանը։ Ներկայացումը տեղի կունենա Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում փետրվարի 13-ին եւ 14-ին, Սիրո տոնի կապակցությամբ։
Ներկայացման ընթացքում հերոսները հայտնվում են ամենատարօրինակ եւ զավեշտալի իրադարձություններում։ Սիտուացիոն կոմեդիա այս ժանրում է ներկայացումը, ինչը վստահ եմ ապահովելու է ձեր օրվա ամենաուրախ հատվածը։ Փետրվարի 13-14 կարողա գնանք, Արի գնա։ բայց պետքա տոմսերը շուտ պատվիրենք, որովհետեւ հաստատ կսպառվեն։ Իդեպ ներկայացման էքսկլյուզիվ գործընկերն է Ticket System-ը։ Դուք կարող եք ձեր տոմսերը ձեռք բերել ticketsystem.am կայքից կամ էլ ներբեռնեք հավելվածը, որը նախատեսված է iOS եւ Android համակարգերի համար։ Ընդամենը մի քանի քլիկ եւ ձեր տոմսերը ձեզ մոտ են։ Մանրամասների համար նկարագրության բաժնում կգտնեք հղումներ։ Իդեպ Ticket System-ը նաև Թատրոն Տանիքումի էքսկլյուզիվ գործընկերն է, այնպես որ Թատրոն Տանիքումի բոլոր ներկայացումների տոմսերը կարող եք կրկին գնել Ticket System-ից։ Բոլոր մանրամասները եւ հղումները նկարագրության բաժնում կգտնեք։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք ծովի ափին եւ ամբողջովին զգում եք ծովի շունչը, քամին, ավազը եւ բույրը, որը գալիս է ծովից։ Բայց իրականում դուք ոչ թե ծովի ափին կանգնած եք, այլ այս զգացողությունները ունենում եք հենց քաղաքի կենտրոնում։ Anima Exhibition-ի ներկայացրած Այվազովսկու մուլտիմեդիոն ցուցադրությունը հենց այսպիսի մթնոլորտ ունի եւ ամբողջովին կարողանում է փոխանցել այն տրամադրությունը, որի մասին խոսում էի։ Սա պարզապես ցուցահանդես չէ։ Սա տեխնոլոգիական հրաշք է, որտեղ ծովանկարչի նկարած կտավները կենթանանում են 4 մետրանոց էկրաններին եւ ուղեկցվում միջոցառման համար գրված օրիգինալ երաժշտությամբ։ Ավելի պարզ ասած, դուք հնարավորություն կունենաք ձեզ զգալու 9-րդ ալիքի անմիջական մասնակիցը։ Այցելուները խոստովանում են, որ այս տարածքում ժամանակի զգացողությունը կորչում է։ Սկզբում հանգիստ ես, հետո ցնցվում ես տեսածիցդ։ Այս ամենը օգնում է նորովի գնահատել ու զգալ Այվազովսկու տաղանդը մեր ժամանակներում։ Նկարչի 300-ից ավելի կտավներից զատ այցելուները կծանոթանան Այվազովսկու հետաքրքրաշարժ պատմություններին, կբացահայտեն վարպետի մասին հազվագյուտ փաստեր եւ կտեսնեն նրա ուղին նոր տեսանկյունից։ Իդեպ այս փաստերը հնչելու են սիրված դերասաններ Բաբկեն Չոբանյանի ու Սամվել Թոփալյանի ձայնով։ Anima Exhibition-ի նախորդ տարի կազմակերպած ցուցադրությունները նվիրված Վան Գոգին ու Գյուստավ Կլիմտին ընդունել են մոտ 25,000 այցելուի ընդամենը 2 ամսում։ Իսկ այս տարի նմանատիպ ակտիվություն սպասվում է մեր հայրենակցի նվիրված էքսկլյուզիվ միջոցառմանը։ Այս ցուցադրությունը մի հրաշալի հնարավորություն է, որ դուք ձեր երեխաներին հաղորդակից դարձնեք արվեստին նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Իդեպ տոմսերը կարող եք ձեռք բերել anima.am կայքից կամ հենց նկարիչների միության տոմս սարքղից։ Ամեն ինչ արել են կազմակերպիչները, որ դուք կարողանաք այդ տրամադրությունը ցուցասրահից ձեզ հետ տուն տանել։ Դուք կարող եք գնել բաժակներ, թոթբեգեր, թիշերթեր հենց Այվազովսկու կտավներով։ Դուք կարող եք նաև գնել նվեր-քարտեր եւ նվիրել ձեր մտերիմներին եւ պարգեւել նրանց անմոռանալի հիշողություններ մեծ ծովանկարչի շնորհիվ։ Ցուցադրությունը հասանելի է լինելու մինչ ապրիլի 2-ը։ Տոմսերը կարող եք գնել anima.am կայքից կամ հենց նկարիչների միության տոմսարկղից։ Հիմա խոսելու ենք գրքերի մասին, բայց մինչ այդ առաջարկում եմ անպայման բաժանորդագրվել Հերմինե Ստեփանյան.tv պաշտոնական ալիքին YouTube-ում։ Այստեղ դուք կգտնեք իմ բոլոր հաղորդումները, ինչպես նաև Step by Step-ը, որը եթեր է հեռարձակվելու ամեն կիրակի տիկ ժամը քանիսին։ Ժամը 12:30-ին։ Չմոռանաք մեկնաբանություններ թողնել։ Ես դրանք բոլորը սիրով ընթերցում եմ։ Օդապարուկ թռցնողը Խալեդ Հուսեյնի այս ստեղծագործությունը ընթերցվում է շատ արագ, բայց հետո հասկանում ես, որ բավականին խորը հետք է թողել հոգուդ ու սրտիդ մեջ։ Նոր է սկսել։ Թե ահա գիտե կարդացել եմ։ Հետաքրքիր է։ Հա, շատ արագ է կարդացվում։ Իմիջիայլոց այդ գործից հետո ես ահագին խորացա Աֆղանստանի բարքերի մեջ ու իհարկե դա շոկային էր։ Շատ տարօրինակ են։ Մի քանի տարի գրքի տոնին ես գրախանութում որպես գրքի խորհրդատու եմ հանդես եկել ու այնքան շատ եմ վաճառել Օդապարուկ թռցնողը, չես պատկերացնի, իմիջիայլոց ֆիլմ էլ կա նկարահանված, ես դեռ չեմ նայել, գիտես խի, վախենում եմ, գրքեր կան, չէ, այն որ չես պատկերացնում ոնց նկարած կլինեն ու վախենում ես նայես
ու չտեսնես այն ինչ որ պատկերացրել ես, այն ինչ որ կարդացել ես։ Բայց կարելի է մի հատ նայել։ Սա Քաբուլում ապրող երկու տղաների բարեկամության պատմությունն է։ Ամիրը հարուստ ընտանիքից է։ Հասանը հազարայցիների ազգի ծառայի որդի է։ Նրանք միասին են մեծանում, օդապարուկներ են թռցնում, երազում, մինչև մի օր, երբ տեղի է ունենում մի անսպասելի իրադարձություն, որը ամեն ինչ քանդում է։ Հուսեյնին մեզ ցույց է տալիս մի Աֆղանստան, որը մեզ ցույց չէին տալիս TV-ներով։ 1970-ական թվականների արևոտ Քաբուլ, որտեղ օդը լցված է թարմ հացի հոտով, իսկ երկինքը օդապարուկներով։ Սա պատմություն է պատերազմի արդյունքում ավերված դրախտի եւ այն մասին, թե ինչպես կարող է մեզ ծանոթ մի հրաշալի քաղաք վերածվել ավերակների։ Գրքում կա մի սրտաճմլիկ տեսարան, երբ Հասանն ասում է Ամիրին. «Քեզ համար նույնիսկ 1000 անգամ»։ Դա բացարձակ անվերապահ նվիրվածության խորհրդանիշ է, եւ հենց այս նվիրվածությանը գլխավոր հերոսը դավաճանում է 1 վայրկյանանոց վախի պատճառով։ Սա մի պատմություն է նաև, որը բացում է հայրերի եւ որդիների հարաբերությունները։ Մենք տեսնում ենք, թե երեխան ինչ դաժանությունների է պատրաստ, միայն թե սառնասիրտ հայրը հպարտանա իրենով։ Հեղինակը առանց խնայելու ցույց է տալիս, թե ինչպես կարող է մանկական տրավման ձևավորել եւ առաջնորդել քեզ ողջ կյանքի ընթացքում։ Վեպի մնացած մասը փորձում է պատասխանել մի հարցի. հնարավոր է նորից լավը դառնալ, եթե սարսափելի բան ես արել։ Պատմության մեջ ամենասարսափելին դաժանությունը չէ, պատմության մեջ ամենասարսափելին անտարբերությունն է։ Գրքի մասին մի հետաքրքիր փաստ նշեմ։ Այն ի սկզբանե 25 էջանոց պատմվածք է եղել, որը Հոսեյնին վերածել է վեպի։ Պատմվածքը գրվել է թալիբների օդապարիկ թռցնելու արգելքից ոգեշնչված։ Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, ինչպես նաև գրքում առկա դաժան դրվագների պատճառով շատ երկրներում անգամ արգելվել է։ Անկախ այս ամենից, այն այժմ համարվում է համաշխարհային բեսթսելլեր։ Սրանից բացի կարող է կարդալ նույն հեղինակի «Եվ արձագանքեցին լեռները» ու 1000 վառվող արևներ գրքերը։ Չնայած նրան, որ այս գործերը կապակցված չեն, նրանք պատկերավոր կերպով նկարագրում են Աֆղանստանի կենսակերպը։ Եթե ուզում եք մի գիրք, որը կստիպի ձեզ անկեղծորեն նայել ինքներդ ձեզ, սա հենց դա է։ Ավելի լավ է այն կարդալ դանդաղ ու ոչ մի կերպում չսկսեք այն կարդալ, եթե լինեք հուզականորեն ծանր շրջանում։ Հաճելի փաստ կինոսերների համար 2007 թվականին օդապարուկը թռցնողը վեպի հիման վրա նկարահանվեց համանուն ֆիլմ, որի կադրերն էլ դուք տեսաք այս ողջ ընթացքում։ Ֆիլմի եւ գրքի հղումները կարող եք գտնել նկարագրության բաժնում։ Հուսամ ես օգնեցի ձեզ, որպեսզի շաբաթվա հանգիստը եւ ժամանցը պլանավորեք որակյալ եւ տվեցի ինչ դիտել, ուր գնալ, ինչ ընթերցել, բոլոր հարցերի պատասխանները։ Հայք դու էլի խաղ ես խաղում։ Երես դու ավելի գայթակղիչ ես եւ հետաքրքիր, երբ որ կարդում ես կամ օրինակ ֆիլմ ես նայում։ Այսօրվա համար պատրաստել էի այսքանը։ Կհանդիպենք հաջորդ կիրակի 12:30-ին։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Հերմինե Ստեփանյան.tv YouTube-յան իմ պաշտոնական ալիքին։ Ունենք։ Վերջ։